Ժամանակակից արվեստի թանգարանը սկսում է իր նոր պրոգրեսիվ ցուցահանդես ցուցադրական նախագիծը, որի մտահղացման եւ համադրական հայեցակարգի հեղինակը Հավաքորդ Թաթուլ Արաքյանն է։ Նախագիծը մեկնարկել է գեղանկարիչ Ալբերտ Հակոբյանի հետահայաց ցուցահանդեսով։ Գույնից իդեա, իդեայից գույն վերնագրված ցուցահանդեսում ամբողջացել է նկարչի գրեթե 35-ամյա ստեղծագործական համապատկերը, ներառելով 90-ականներից մինչև 2000-ականներ եւ 2000-ականներից առ այսօր նրա ստեղծագործական տարբեր շրջանները։ Էքսպոզիցիայի հեղինակը փաստում է, արդեն մի քանի տարի է, որ ցանկանում էր ներկայացնել Ալբերտ Հակոբյանի 90-ականների գործերը, որոնք նկարիչն արդեն 3 տասնամյակից ավելի խնամքով թաքցրել էր խունացած մի թղթապանակում։ Մեկ ցուցադրական հայեցակարգում մեկտեղվել են նկարչի 90-ականների սևի գերիշխանությամբ ստեղծված կտավները եւ 2000-ականներին նրա կտրուկ շրջադարձը բազմագույն վերացարկման։ Երբ սևի մեջ ես մտածում, ինքն է թելադրում ֆորման եւ գաղափարը։ Դա էլ ծնեց այդ բանը գույնից իդեա։ Երբ 2000-ականներից նա որոշեց այդ կտրականապես գույնով մտածել, այսինքն գաղափարը գույնն էր, գույնով մտածելը։ Երկրորդ մասը իդեայից գույն։ Ժամանակակից արվեստի թանգարանի հետ Ալբերտ Հակոբյանը կապված է վաղեմի բարեկամությամբ եւ ստեղծագործական կապերով։ 25 տարի առաջ նրա առաջին ցուցահանդեսը թանգարանում բացել է ինքը Հենրիկ Գիթյանը, որի մահից հետո եւս 3 անհատական է ունեցել այստեղ։ Հիմա հետահայաց ցուցահանդեսը 35-ամյա ճանապարհը ամբողջության մեջ տեսնելու եւ վերագնահատելու լավ հնարավորություն է դիտարկում։ Գեղանկարչության մեջ ամենամեծ վայելքը բուն ստեղծագործական ընթացքն է համարում։ Ես պրոցեսն եմ սիրում, արդյունքը ինձ արդեն հետաքրքիր չի, էլի։ Ես պրոցեսի մարդ եմ։ Ինձ համար ամենալավ բանը այդ սպիտակ կտավն է, սպիտակ թուղթն է, որ ես դրա մեջ կարենամ ստեղծեմ, էլի, դա իմ ամբողջ նպատակս։ Ջերմակ կտավի առջև կանգնելն ու ստեղծագործելը նկարչի համար վաղուց արդեն կենսակերպ է, նաև մեծ պատասխանատվություն։ Տարիներ շարունակ իր գերխնդիրն է համարել որևէ կերպ բացարձակը չսահմանափակելը եւ մշտապես խուսափել է պայմանական դասակարգումներից։ Այդ իզմերը, այդ հնարած բաներ են, էլի, որ հեշտ լինի մարդու համար։ Այնինքն ասեք աբստրակտանեկարում, ասի ռեալիստական, ասի իմպրեսիոնիստական, չէ՞, ասես արվեստաբանները այդպես բաներ են, հնար է, բայց ես նստում եմ հիմա նկար եմ անում։ Եթե ես գամ որտեղ մի ֆիգուրա է պետք դնել, կդնեմ, էլի հաստատ։ Արդեն հունիսի վերջին Ալբերտ եւ ընկերներ խորագրով կմեկնարկի պրոգրեսիվ ցուցահանդեսի երկրորդ փուլը, առավելապես ներկայացնելով Թաթուլ Արաքյանի անձնական հավաքածուի ստեղծագործությունները։ Նունե Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։